Ժորժան, ես ձեզ առաջարկում եմ մեզ հետ գալ շրջել մեր քարոզարշավի ժամանակ Շենգավիթ վարչական շրջանում ենք եղել հիմնականում մեզ շատ լավ են ընդունել իրապես շատ լավ են ընդունել եւ բազմաթիվ հարցերի շուրջ եւ խնդիրների շուրջ քննարկումներ ունեցել ենք բայց եթե խոսքը ընդունելության մասին է Երևան քաղաքում իրապես անկեղծ եմ ասում այն էներգիան որ ունեինք Երևանում մենք նույնիսկ այդքան լավ չէինք ակնկալում Պարոն Աբիլյան մենք հիշում ենք որ 18 թվականին օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը այստեղից այնտեղ շարժվեր թեկուզ մետրոն ստեր պես կանգը կառներ հա շարժը կկանգներ հիմա այսպես ստացվեց որ ամեն մի քանի րոպե է կարելի ողջունում շատեր այսպես չեն ուզում անգամ մոտենալ նրան Մենք մի քանի տասնյակ մետր քայլելու համար մոտավորապես 30-40 րոպե ժամանակ էինք ծախսում, այսինքն այդ հոսքը, որ գալիս էր եւ շփվում էր եւ խոսում էր, ինքը անդադար էր, ամեն քայլափոխին էր եւ իրականում Ժորժան ընդհանրապես կարող եք գալ եւ մեզ հետ այդ շրջայցերին մասնակցել, դուք եկել եք, դուք տեսել եք։ Ձեզ գովերքելու համար են եկել։ Մարդիկ Ժորժան, կառավարության ներկայացուցիչների, քաղաքապետարանի ներկայացուցիչների մոտենում են մարդիկ ոչ միայն մեզ գովերքելու համար եւ բացարձակ մեզ գովերքելու համար չպետք է որ մոտենան, չնայած դա էլ է տեղի ունենում, պարզա որ իրանց խնդիրներն են բարձրաձայնում եւ պարզա որ մենք էլ այդ խնդիրները լսում ենք։ Առհասարակ կուսակցության որևէ քաղաքական ուժի եւ մարդկանց միջև կապը հենց այդպեսին պետք է լինի եւ կարծում եմ որ շատ բնական Ես կարծում եմ, որ իմ ունակությունները ավելի գործադիրի են, բայց մենք, այսպես ասած, Երևան քաղաքում ունենք փոքրիկ օրենսդիր մարմին, եւ դա Երևանի ավականին։ Պարոն Աբիլյան, ես ուզում եմ անդրադառնալ, դուք երեք Ալեն Սիմոնյանի հետ տեղ ունեցած միջադեպին, դուք ինչպես եք դա գնահատում, արդյոք դատապարտում եք Պաշտոնյայի կողմից հայոյան քննչեցնելը։ Ես անկեղծ եմ ասում, հենց նոր առաջին անգամ ձեզանից լսեցի որևէ միջադեպի մասին չգիտեմ։ Ցավոք սրտի անկեղծ եմ ասում։ Կատակ չեմ անում, այո, ես այդքան շատ Facebook-ում չեմ լինում, այսօր անպայմանորեն կծանոթանամ, որպեսզի կարողանամ կարծիք ձեռնարկել։ Ժորժան, եկեք ես կնայեմ, նոր կկարողանամ մեկնաբանել։ Գիտեք, ես մի բան կարող եմ ասել, ինձ համար անընդունելի է որևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ որևէ նույնիսկ օտարերկրացու, ով բնակվում է Հայաստանում, կամարական վերաբերմունքը մեր պետական խորհրդանիշներին, մեր քարտեզին ու առհասարակ գիտեք Հայաստանի Հանրապետությանը նույնիսկ Հայաստանի Հանրապետություն բառակապակցությանը կամարական վերաբերմունքը անընդունելի է եւ դատապարտելի է, այո, ճիշտ է դրանք դարձնել նախընտրական ատրիբուտ, որովհետեւ դրանք մեր հպարտության հիմքն են Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր ատրիբուտներով, հիմնով, դրոշով եւ մնացյալ իր ատրիբուտներով մեր հպարտության հիմքն է եւ մեր պետականության, այո, եւ մեր հենց էտա, որ դրանք մեր պետականության սիմվոլներն են եւ մեր պետականության սիմվոլներին կամարական վերաբերմունքը անընդունելի Գիտեք, ես մի բան կարող եմ ասել, վարչապետը անդրադարձել է կոնկրետ միջադեպին, ես իմ վերաբերմունքը ասեցի բոլորի այսպես ասած, պոտենցիալ վերաբերմունքի վերաբերյալ մեր պետական ատրիբուտների մասով եւ որևէ մեկը, եթե կամարական վերաբերմունք ունի մեր պետական ատրիբուտների նկատմամբ, ինքը արժանի է ամենամեծ քննադատության։ Ոչ, Ժորժան, հետեւյալը, ուրեմն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Երբ որ մարդը խոսում է, ինքը պետք է խոսի հարգանքով։ Երբ որ խոսում է մեր քարտեզի մասին, երբ որ խոսում է մեր հիմնի մասին, մեր դրոշի մասին, ինքը պետք է խոսի հարգանքով։ Եվ դա պարտադիր է
Պարտադիր է բոլորի համար անկախ ամեն ինչ։ Անկախ ամեն ինչից պարտադիր է բոլորի համար, բոլորիս համար։ Վերջ։ Այդտեղ քննարկելու այլ բան չունեմ եւ մեկնաբանություն չունեմ։ Պարոն Աբինյան, այս ամիսներին, երբ վարչապետը եւ ձեր մի շարք հիմագիծներ եկեղեցու հոգեվորականների հետ կապված իրենց մեկնաբանություններն էին անում եւ հայտարարությունները հնչեցնում, եթե ես չեմ սխալվում, դուք սխալվում եք ամենայն հավանաբար։ Չէ, ասեմ նոր էլի, Չէ, արդեն պարզա որ դուք սխալվում եք։ Լսել եմ արդեն հիմա կանխատեսում։ եղել եք, բայց օրինակ ես չեմ ֆիքսել, որ դուք կաթողիկոսին դիմելիս ասեք Կտրիչ Ներսիսյան, դուք այո, ուրեմն հարգելիներս, ես բազմաթիվ այո սխալվում եք, հենց այստեղ մի քանի անգամ շատ կոնկրետ իմ վերաբերմունք հարցի վերաբերյալ ասել եմ ինչ եմ կարծում ներկա, ասել եմ արդեն, այո իհարկե, միանշանակ, Ջորջ ջան, ես այսպես ասեմ, այսպես ասած այդ քողարկված մեծ կեղծիքը, որ տարիներով, չգիտեմ ինչի մենք բոլորս հանդուրժել եւ հանդուրժում ենք, սկսած, ասենք դիմելաձևը այդտեղ սկզբունքային նշանակություն ունի։ Սադրանքները ավելի են շատանալու, տարբեր հատված մարդիկ փորձելու սադրել պաշտոնյաներին, բայց ձեր համակիրներն էլ օրինակ ձեզ մեղադրում են, որ բավարար չափով արձագանք չկա, բռնում են հետո բաց են թողում, ինչպես է պայքարելու այս ամենի դեմ, որպեսզի ձեր վրա էլ Ես կարծում եմ պայքարը պետք է լինի քաղաքական, միգուցե որոշ տեղեր մի փոքր ավելի սուր լինի, այդ պայքարը մի փոքր ավելի սուր բառապաշարով, բայց ոչ մի դեպքում ես քաղաքական պայքարը չի ուզենա վերածվել որևէ այլ բանի եւ սադրանքներին պետքա դիմակայել ընդհանրապես պետք Ժորժ ջան մենք արդեն ընդհանրապես չտրվել սադրանքներին, բայց դա չի նշանակում որ ամեն մարդուն իր սադրիչ արտահայտությունների համար համապատասխան լեքսիկոնով եւ ժարգոնով չի